Գարնանային գունեղ հագուստներ ու արթուզարդ, ընդգծված դիմահարդարումից մինչև վեստերն ոճի սանրվածք ու բեղեր։ Այս ամենը Գյումրիի թատրոնում հիշեցնում են կրակոտ Մեքսիկան, որի ոչ թեժությունը ներս ու դրսից գրող երիտասարդ դերասանները վայրկյաններ անց ետնաբեմից բեմ կփոխանցեն։ Թատրոնում նորից առաջնախաղ է Արտաշատի դրամատիկական թատրոնից հրավիրյալ ռեժիսոր Մերի Մարգարյանի բեմադրությամբ։ Ժանրում կատակերգություն է, որն ասելիքով ու բնույթով նորություն է խաղացանկում։ Գործը մեքսիկացիների մասին է ու ես նմանեցնում եմ մեքսիկացիներին գյումրեցիների հետ իրենց տաք ջերմ էներգիայով, իրենց էմոցիոնալ տեսակով ու այդ պատճառով էլ մտածեցի, որ հենց այստեղ պետք է այդ գործը լինի։ Մենք սկզբնական շրջանում տարբերակ ունենք, որ այս վեց տղաները դառնային գյումրեցի, բայց կարծում ենք, որ ինքը կլիներ մի քիչ ավելի արհեստական։ Դրա համար կարծում ենք խնդիրը համամարտկային է։ Մեքսիկա։ Քաղաք Տեկիլա։ Ամառային մթեշանը տարածվել է քաղաքի վրա։ Գյումրեցի, բայց խառնվածքով մեքսիկացի 6 կոստյումով տղամարդիկ են, հարուստ երկրի աղքատ խավից։ Երիտասարդներ, ազատ, առաջին հայացքից անհոգ ու աննպատակ թվացող կյանքերով, որոնց ապագան մշուշոտ է, ունեցած հնարավորություններն էլ խիստ սահմանափակ։ Դա մեր ունեցած միակ հարստությունն է։ Իսկական ընկերություն։ Ո՞ր է։ Բայց քանի դեռ ես այսպես եմ հագնված, ինձ ոչ ոք լուրջ չի։ Անկախ ապրելակերպից ու կարգավիճակից նրանցից յուրաքանչյուրի նոր ծաղկող սրտերում մեծ երազանքներ կան, որոնք դատարկ գրպաններով չես կատարի։ Ելքը, ինչպես եւ իրենց տարիքի շատ երիտասարդներ են մտածում, հարուստների պես լավ ու թանկարժեք կոստյումն է լինելու։ Կոստյում, որի մասին ու շուրջն էլ ծնվում են գործողությունները։ Այն ամեն գնով ձեռք բերելուց հետո պետք է հերթով հագնեին, հավատալով, որ այդ կերպ կկարողանան ապացուցել, որ հնարավոր է համընդհանուր նպատակը դարձնել մեծ փոփոխության սկիզբ։ Նրանք դժվարանում էին շնչել։ Չէին էլ ուզում փորձել։ Կարիք էլ չկար փորձելու։ Նրանք վախենում էին, որ իրենց շունչն անգամ կհալեցնի։ Վանիլային պաղպաղակի գույն ունեցող հրաշալի կոստյումը։ Զավեշտի քողի տակ մեքսիկական մշակույթով, երգերով ու պարերով հանդիսատեսին փոխանցում են պարզ, բայց խորքային ասելիք։ Հագուստը չէ, որ պետք է զարդարի մարդուն։ Տղաների երազանքների պես արվեստագետ, բիզնեսմեն, ֆինանսիստ դառնալը կամ պարզապես կյանքին կեր գտնելը հնարավոր է նաև առանց թանկարժեք արտաքին դետալների։ Կարևորը իսկական եսը չկորցնելն է, կյանքին իրատեսորեն, առանց վարդագույն ակնոցի նայելն է։ Կոստյումը չէ կարևորագույնը։ Կոստյումը հենց միջոց է դառնում այս 6 տղաների համար, ասելու որ գիտեք ինչ կա, ավելի կարևոր է ընկերությունը, քան այս մեր համար օրինակի համար իմ կերպարի համար հանրության առաջ հանդես գալը, մյուս կերպարի համար օրինակ բիզնեսով զբաղվելը ու այդպես դրացնում են մեկը մյուսին։ 6 տղաներ, 6 ընկերություն, մի նպատակ, մենք փորձում ենք հանդիսատեսին փոխանցել այ հենց այդ համախմբվածության զգացողությունն ու ձգտումը։ Պետք է համախմբված լինել յուրաքանչյուր գաղափարի շուրջ եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդ, եթե համախմբվի ինչ որ մի փոքրիկ գաղափարի շուրջ մի բռունցք դառնա, կհասնի հաջողության։ Ներկայացման մեջ զբաղված էին 12 դերասաններ, թատրոնի երիտասարդական կազմն է պրոֆեսիոնալ բեմում։ Ու թեև պատմության առանցքում 6 տղամարդիկ են, էական կերպարներում նաև կանայք կան։ Կանայք, ինչպես միշտ, օգնում են տղամարդկանց հասնելու իրենց երազանքին եւ հայտնվելով այդ իրավիճակներում, ոգևորելով, սիրով լցնելով իրենց կյանքը, փորձում են ավելի արդարացնել այդ կոստյումը ունենալու տղաների երազանքը, սակայն կոստյումը վերջում փոխարինվում է ավելի մեծ արժեքով, քան այդ նյութական կոստյումն է։ Իհարկե, առաջին հայացքից սա շատ ծիծաղաշարժ է ու հանդիսատեսին կթվա թե ծիծաղելի իրադարձություններ են, բայց ցավոք այդ մեկ օրվա ընթացքում իրենք հասկանում են, որ կարևոր արտակինը չէ եւ իրենց ցանկություններն ու երազանքները կարող են մեկ այլ կերպով հասնել եւ մարդիկ կան, որ կարծում են, որ իրենց հերոսներից մեկ, ինչպես հերոսներից մեկն է ասում, իմ կյանքում ոչինչ չի ստացվում եւ ինքը կարծում է, որ երբ որ կոստյում ունենա, շատ շատերը արդեն կհասկանան այդ կոստյում ասելով ինչի նկատի ունենք, ենթաշերտը որն է։ Կամերը կոստյում է։ Կարևորը դու լավ ես։ Ճիշտ է ասում։
Ենթաշերտերի բացահայտումը շղթայաբար անցնում է ամբողջ սյուժեով, որն աշտարակի դրամատիկական թատրոնի ռեժիսորը հաջողել է Գյումրիի թատրոնի երիտասարդ դերասանական կազմի հետ։ Աճամյանցիների խաղացանկում հոբելյանական տարում նոր պրեմիերաներ են լինելու, դարձյալ հրավիրյալ ռեժիսորների մասնակցությամբ։ Թատրոնը պատրաստվում է հոկտեմբերին Գյումրիում հյուրընկալել նաև թատերական միջազգային փառատոնը։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիսոն,